Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 20-րդ գլուխ Դավիթ կգրավե Ռապփան։ Հետևյալ դարին թագավորներուն պատերազմելու ադենը Հովաբ զորքերուն բոլոր քունթերը դարավ եւ Ամմոնի որդիներուն երգիրը գործանեց։ Նաեւ քնած Ռապփան բաշարեց, բայց Դավիթ Երուսաղեմ կմնար։ Հովաբ Ռապփան զարգավ ու զայն փլցուց։ Դավիթ անոնց թագավորին թակը անոր գլուխին վրայեն արավ ու կդավ թե դաղանտը ոսկի գշիր ուներ։ Անոր վրա բադվական քարեր ալ գային եւ թակը Դավիթի գլուխը տրվեցավ։ Դավիթ քաղաքեն հուշ շատ ավար բերավ, իսկ անոր մեջ եղած ժողովուրդը դուրս հանելով զանոնք սղոցներով, երկաթե ցականներով եւ գացիներով գդրեց։ Դավիթ Ամոնի որդիներուն բոլոր քաղաքներուն այսպես ռավ, ապա Դավիթ ամբողջ ժողովուրդով Երուսաղեմ վերադարձավ։ Փղշտացի հսկաներու թեմ բادرազմ։ Ատկե ետ քազերի մեջ փղշտացներուն թեմ բادرազմ զակեցավ։ Այն ադեն Օվսացի Սովփակ Ռապայի որդիներեն եղող Սեփյան մերծուց եւ անոնք ընկճվեցան։ Դարձյալ փղշտացներուն թեմ բادرազմ եղավ ու Հայրի որդին Ելյանան Կետացի Գողյաթի եղբայրը Ղեեմին զարգավ, որուն նիզագին փունը ոստայնանքներու քլանին բեսեր։ Դարձյալ բادرազմ եղավ Քեթի մեջ։ Երգայնահասակ մարդ մգար, որում մատները 6 ըլլալով 24 մադ ուներ, անալ Ռապայի զավակներեն էր, ան Իսրայելի մարդահարավեր ուղեց, բայց Դավիթի եղբոր Սամայի որդին Հովնատան զայն զարգավ։ Ասոն Քեթի մեջ Ռապայեն ծնած էին ու Դավիթի ցերկով եւ անոր ծառաներուն ցերկով ինգան։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։